Սելի ավադագիցներ, սելի հայորդիներ, գողջունենք ձեզ բոլորդ հարուցյալ փրկին, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, գողջունենք բոլոր անոնք, որոնք գետևին մեզի համացանցի միջոցով, և գամ հեռադեսիլի ICFN Get TV միջոցով, ուր որեք Աստված օրհնե ձեզ առողջ բահե և հարուցյալ փրկին զորությամբ մի զորացեք և հավատքով հաստատ մնացեք։ Մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրագի, 9:40 սանկտերեն լեզվով պաշտամունք, ժամը 11 հայերեն լեզվով պաշտամունք։ Կանք և միասին դերը պաշտենք, դերը մեծարենք։ Ապրիլ 19-ի գիրագին, որ ապրիլ ամիսը հարության և ցեղասպանության որպես հիշատակում գունենանք արյան դվչություն, blood drive, եկեղեցվո սրահեններս, գիրագի ժամը 9-ն ժամը 2։ Իսկ մայիսի 1-2-3 ունենք ընտանեկան համակումար Քյամփարևի մեջ, անոնք որոնք չեն արձանագրված, հաջեցեք արձանագրվել։ Մայիս ամսվան մեջ ունենք մայրերի օրվա նախաճաշ և պաշտամունք, միացյալ պաշտամունք, 9:30 նախաճաշ, 11 պաշտամունքն է։ Հունիս ամսվան մեջ ունենք հայրերի օրվա նախաճաշ և պաշտամունք, 9:30 նախաճաշ, 11 պաշտամունք։ Եվ ապա Տերը շնորհքը տավ մեզի և կյանք տա հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, հոկտեմբեր 3 կունենանք մեր եկեղեցվո տարեկան ճաշկերույթը։ Սիրելիներ, աղոթող եղեք, ներկա եղեք, կաչալերեցեք, Տերը հավատարիմ է և իր կամքը օրհնյալ է լա։ Աստվածաշունչի ընթերցումը արտնված Մատթեոսի ավետարան 28-րդ գլուխ առաջին 10 համարները։ Հետևին կարծող խոսքին ուշադրությամբ։ Շաբաթ գիշերը, երբ մեկշաբթին գլուսնար, եկան Մարիամ Մագդաղանացին ու մյուս Մարիամը քերեզմանը տեսնելու։ Ահա մեծ երկրաշարժ եղավ։ Վասնզի Տերոջը ռեշտակը երկինքեն իջնելով գնաց դռնեն մեկտի գլորեց քարը ու անոր վրա նստավ։ Անոր դեսքը փայլագի պես էր ու անոր հանդերձները ցյունի պես ջերմակ։ Անոր վախեն բահաբանները խլովեցան ու մեռածի պես եղան։ Ռեշտակը սավ գիներուն մի վախնակ։ Քանզի գիտեմ, թե կփնձեք Հիսուսը, որ խաչվեցավ։ Անհոս չէ, վասնզի հարություն արավ, ինչպես ասած էր։ Եկեք տեսեք այնտեղը, ուր Տերը բարգած էր։ Շուտ մկացեք անոր աշակերտներուն ասեք, թե անիկա մերելներեն հարություն արավ և ձեզ մե առաջ Գալիլեա գերտա։ Հոն պիտի տեսնեք զանիկա, ահա ձեզի ըսի։ Անոնք շուտ մը քերեզմանեն ելան վախով ու մեծ ուրախությունով և վազեցին աշակերտներուն պատմելու։ Երբ գերտային անոր աշակերտներուն պատմելու, Հիսուս անոնց դեմը ելավ ու ասավ. ողջույն ձեզ։ Անոնք մոտենալով անոր ոտքերը բռնեցին ու երկրպագություն ըրին անոր։ Այն ադեն Հիսուս ըսավ անոնց. մի վախնակ։ Կացեք իմ եղբայրներուս ասեք, որ Գալիլեա երթան, հոն զիս պիտի տեսնեն։ Ամեն։ Սիրելի ավադագիցներ, հավասիկ հարության դոն, Սուրբ Զադիկ։ Զատկվան առավոտը միայն դեպքի մը հիշատակը չէ։ Հաղթանակի հռչակումն է, որ փոխեց մարդկության պատմությունը։ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեական հավատքի անկյունակարն է։ Առանց Քրիստոսի հրաշափառ հարության քրիստոնեություն չի մնար։ Հարությամբ
ամեն ինչ կփոխվի։ Պողոս առաքյալ Կորինթոսի ուղված նամակին մեջ գսե, եթե Քրիստոս հարություն արած չէ, ուրեմն մեր քարոզությունը բարավ է, ու ձեր հավատն ալ բարավ է։ Բայց Քրիստոս հարություն արավ։ Հետևաբար հույսը կենդանի է, մեղքը բարդված է, եւ մահը գործընծուց իր խայթոցը։ Եկեք այսօր միասին խորհենք հարության փառքին մասին եւ տեսնենք անոր աստվածապանական խորությունը, աստվածաշնչական ճշմարտությունը եւ անձնական զորությունը։ Առաջին հարության իրականությունը։ Ավետարանները Հիսուսի հարությունը կներկայացնեն ոչ թե որպես առասպել, այլ որպես իրականություն։ Մատթեոս 28-ին մեջ, քիչ առաջ կարդացինք, կտեսնենք գիները դրդմությամբ, վախով կմոտենան քերեզմանին, բայց քերեզմանը դատարկ կգտնեն։ Անհոս չէ, վասնզի հարություն արավ, ինչպես ասած էր։ Սիրելիներ, դեր Հիսուս Քրիստոսի հարությունը հիմնված է դատարկ քերեզմանին վրա։ Քարը կլորվեցավ, ոչ թե որբեսի Հիսուս քերեզմանեն դուրս ելը, այլ որբեսի վգաները գարենան ներս մտնել։ Ռեշտակներու վգայության վրա, այսինքն երկիկն էր, որ հրճագեց Հիսուսի հաղթանակը։ Եվ ապա ագանադեսներու հանդիպումներուն վրա, հարուցյալ Քրիստոսը շատերու երևցավ։ Վախկոտ աշակերտները վերածվեցան համարձակ վգաներու։ Աստվածապանական օրեն։ Հիսուսի հարությունը Աստուծո կողմէ Հիսուսի արդարացումն է։ Խաչը գտվեր բարդություն, բայց հարությունը որպես հաղթանակ կհայտնե։ Եվ կհաստատե, թե Հիսուս ճշմարիտ Աստուծո որդին է։ Պատկերացուցեք դատարանի մեջ անիրավ գերբով դատավարտված անձը հանգարց գարթարացվի, երբ նոր ապացույցներ կհայտնվին։ Հիսուսի հարությունը Աստուծո կողմէ այդ դատավճռին շրջումն է։ Մարդիկասին խաչեզայն, խաչը հանե, խաչեցեք, Աստված հայտարարեց, ասիգա է իմ որդիս։ Երկրորդ, հարության իմաստը։ Քրիստոսի հարությունը սիրելիներ միայն թեփը չէ, խոր իմաստ ունի։ Եվ առաջին հերթին մեղքին վրա հաղթանակ։ Քրիստոսի մահը մեղքին բադիժը վճարեց։ Իսկ անոր հարությունը կհաստատե, թե այդ վճարումը ընդունված է։ Մեր հանցանքներուն, մեր մեղքերուն համար մատնվեցավ եւ մեզ արդարացնելու համար հարություն արավ։ Հռոմեացիս 4:25։ Այսինքն այլևս մեղքը վերջնական խոսք չունի։ Ներումը ցանկություն եւ երազ չէ, ապահով հաստատ իրականություն։ Մեղքին վրա հաղթանակ, մահվան վրա հաղթանակ։ Սերեր մահը մարդը արածի մեծակույն թշնամին է։ Բայց վստահ եղեք, որ զատկվան առավոտ մահը բարդվեցավ։ Հիսուս խաչին վրա չէ, Հիսուս քերեզման չէ, Հիսուս հարություն արավ։ Մահը հաղթության մեջ ընկղմեցավ։ Ուրեմն Քրիստոս մահեն չփախավ, մահվան հաղթեց։
Եվ Քրիստոսի հարությունը նոր արարչության սկիզբն է։ Հիսուս գոչվեցավ ննչեցյալներուն առաջին բդուղը։ Գնշանագե թե Հիսուսի հարությունը այն մեծ հունցքին սկիզբն է, որ գվերապերի բոլոր իրեն պատկանողներուն։ Ինչպես գիտեք, քահանան սկիզբը ծառերուն վրա կտեսնվին առաջին ծաղիկներ, հոս մեկ հատ, հոն մեկ հատ, որ նշան են, թե ավելի շատ ծաղիկ պիտի տեսնվի ծառին վրա։ Հիսուս Քրիստոսի հարությունը այդ առաջին ծաղիկն է, խոստում, թե իր մեջ եղողները նույնպես հարություն պիտի առնեն։ Երրորդ, հարության զորությունը։ Սիրելիներ, դեռ Հիսուսի հարությունը միայն անցյալի կամ ապագայի մասին չէ։ Հիսուսի հարությունը ներկան կփոխի, այսօր կփոխի։ Ինչպես։ Վախեն թեպի հավատք։ Գիները վախով, սարսափով եկան, քերեզման, բայց ուրախությամբ մեկնեցան։ Աշակերտները իրենց վախերեն մեկ կողմ քաշված, բահվդած, բայց հարուցյալ Քրիստոսը դեսնել է ետ անոնք դարձան համարձակ վգայողներ, քարոզիչներ։ Վախեն թեպի հավատք։ Կտեսնենք մահեն թեպի կյանք։ Պողոս առաքյալ Կորինթոսի ուղված երկրորդ նամակին մեջ գսե, եթե մեկը Քրիստոսին մեջ է, անիկա նոր ստեղծված մնա։ Միևնույն զորությունը, որ Հիսուսը մերելներեն հարուցանեց, այսօր հավատացյալի կյանքին մեջ կգործե։ Եթե Հիսուսը մերելներեն հարուցանողին հոգին ծեր մեջ բնագած է, ուրեմն անիկա, որ Քրիստոսը մերելներեն հարուցանեց, պիտի գենթանացնե ծեր մահկանացու մարմիններնալ, իր հոգիովը, որ ծեր մեջ կբնակի։ Հռոմայացիս 8:11։ Եվ ապա կտեսնենք հուսահատութենեն թեպի հույս։ Սիրելիներ, Հիսուսի հարությունը մարդարածին կվստահեցնե, թե դարաբանքը եւ մահը վերջնական խոսք չունին։ Ինչպես որ մութ գիշեր, որքան որ երկար թվի այդ գիշերը, արևածագը անխուսափելի է։ Հիշենք, թե Հիսուսի հարությունը Աստուծո հավիտենական արևածագն է, որուն դիմաց խավարը չի գնալ հաղթել։ Եվ այսօր Հիսուսի հարությունը ինչ գոչ կնե։ Երբ գիները հանդիպեցան հարուցյալ փրկին, անոնք երկու բաներին, նախ բաշտեցին եւ ապա վազեցին պատմելու։ Այսօր Հիսուսի հարության գոչը մեզ յուրաքանչյուրին նախ պաշտամունք։ Հարությունը Հիսուսը որպես դեր կհայտնե։ Ուրեմն դեր Հիսուս արժանի է մեր երկրպագության, հնազանդության, պարապանության պաշտամունքին։ Երկրորդ, վկայություն։ Ռեշտակը սավ շուտ մկացեք անոր աշակերտերուն ասեք։ Այսինքն հարության պատկամը պետք չէ պահվի։ Պետք է համարձակությամբ հայտարարվի, համարձակությամբ հռչակվի, թե Հիսուս հարություն արած է։ Քրիստոնեական աստվածապանության մեջ սիրելիներ եկեղեցին գոյություն ունի հարության պատճառով։ Իրականության մեջ եկեղեցին հարության հավաքականություն է, հավաքմն է, համայնքմն է։ Գանչված է ապրելու, վկայելու, հռչակելու հարուցյալ Քրիստոսը մեռնող գործվող աշխարհին։
Եվ եթե հավատացյալը չվգայ է, ով պիտի վգայ է։ Գիտեք, եթե մահացու հիվանդության թարմանը գտնվի, այդ թարմանը բահելը, թաքցնելը անձամապանական պիտի լա։ Հարությունը, Հիսուսի հարությունը մեղքի մահվան թարմանն է, որ կնշանակե, թե պետք է բաժնվի մարտահրացին։ Ոչ թե վաղը, գալ շաբաթ։ Պետք է բաժնվի բոլորին անխդիր այսօր առանց ուշացումի։ Սերներ եզրակացնենք, զադիգը միայն օրմը չէ, նոր իրականությունն է։ Քրիստոսի հարությամբ մեր մեղքերը ներված են, մեր կյանքը նորոգված է և մեր ապական ապահով է։ Ուրեմն հարցումը այն չէ, Քրիստոս հարություն արավ, ասի սխալ հարցում է։ Իսկական հարցումը, ինչ կնշանակե Քրիստոսի հարությունը այսօր քեզի համար։ Հարության ուրախության դոնը կդոնենք, բայց պիտի շարունակես վախով ապրիլ, թե պիտի ապրիս հարության հավատքով։ Պիտի շարունակես հուսահատությամբ ապրիլ, թե պիտի ապրիս հարության հույսով։ Պիտի շարունակես հին կյանքին մեջ մնալ, թե պիտի քալես հարության նոր կյանքով։ Եկեք անգամ ևս հեշտագին խոսքը լսենք, անհոս չէ, վասնզի հարություն արավ։ Այսինքն Հիսուս քերեզմանին մեջ չէ, Հիսուս հարություն արած է։ Ուրեմն սիրելի հայորդի, սիրելի քույր եղբայր, գասկածեն թեպի հավատք պարսացիր, մի գասկածիր, այլ հավատա։ Մեղքեն թեպի սրբություն պարսացիր, մի մնար մեղքին մեջ, այլ հավատքի սրբության կյանք ապրիր։ Հուսահատութենեն թեպի հույս պարսացիր, մի հուսահատիր, այլ հարուցյալ Քրիստոսի հույսով ապրիր։ Եվ միայն այն ադեն, ուրախությամբ, համարձակությամբ, քաջությամբ, վստահությամբ և հավատքով պիտի գարենանք հռչակել ու հայտարարել։ Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ամեն։ Մեր Տերոջ սովեցուցած աղոթքը միասնապար ոտքի վրա աղոթենք։ Եվ մի տա
զիքոյ է արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է, ու ձեր հոգին մանվին ու շունչը անարատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ Աստուծո սերը, Սուրբ Հոգին հաղորդությունը, առաջնորդությունը, պաշտպանությունն ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված, Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ, հավիտյանս, ամեն։